մենք սոված ենք, հեսա ծորենը հասնում է, որոնք մենք սոված չունենք։ Նախ ինչու է այս կարգի ծորենը վարկում Կազախստանը, թե դա էլ է մեզ Տեսեք, այդ առումով չեմ կարող գնահատականներ տամ, թե ինչով է պայմանավորված այդ կարգի ծորենի ներմուծումը Հայաստան, բայց մի քանի կարևոր շեշտադրումներ կա, որ մենք պետք է հասկանանք։ Նախ առաջին հերթին ծորենի ոչ միայն որակը, այլ նաև դրա արժեքն է կարևոր։ Այսինքն ինչ արժեք է նստում նույն ղազախական ծորենի Հայաստան գալը։ Մենք հարցումներ ենք պատրաստել եւ պատրաստում ենք այդ հարցումները ուղարկել պատկան մարմիններին, ես շատ փակագծեր չեմ ուզում բացել, հասկանալու համար ինքնարժեքը ինչքան է նստում դրա։ Որովհետեւ բավականին Տեսեք, ծորենը, որ արդեն վագոններով գալիս է, այդ ծորենի վագոնները հետ պիտի ուղարկվեն, չէ՞, եթե այդ ծորենի վագոնները դատարկ են հետ ուղարկվում, սա ինքնարժեքի վրա լրացուցիչ ավելանում է ինքնարժեքը։ Երկրորդը, տեսեք, այդ բեռները չեն եկել Հայաստանի Հանրապետության տարածք, եկել են Վրաստանի տարածքով։ Այսինքն Վրաստանը որպես տարանցիկ երկիր պիտի հարկեր վճարեն։ Այսինքն գնագոյացումը շատ կարևոր է, այդ գնագոյացումը ինչքան է։ Ինում եւ առաջիկայում մենք կպարզենք, թե իրականում այդ մեկ անգամյա եկած ծորենի իրական պատճառները որն են։ Եվ կա Հիմա գանք որակի, դա այդ ծորենը պիտի նախ պարզաբանումները մտցվեն, թե այդ ծորենը իրականում անասնակեր ծորենը, ասում են 4-րդ կարգի է, դա պիտի լրացուցիչ պարզաբանումներ մտցնեն։ Այսինքն կարևոր հանգամանքներ կա, որ պիտի պարզաբանեն, ոչ թե PR ակցիա անեն, ասեն այլևս վերջ դրանով ճանապարհները ապաշրջափակվում են, Հայաստանը արդեն այլ ընտրանքներ ունի եւ այլ եւ այլը։ Դե ոնց է ապաշրջափակում, այսինքն այդ տրամաբանությամբ էլի ապաշրջափակում չի։ Ապաշրջափակումը կլներ հետեւյալը, երբ որ կապ չունի ծորեն կամ այլ բեռներ, գար օրինակ Իջևան կայարան։ Ես ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ sense ուրճացվում է, ասում եմ, գիտեք ինչ, այդ գծերի հետ կապված, երկաթ գծերի հետ կապված, Ղազախ կայարանից, սահմանից մինչև Իջևան կայարան 10 կիլոմետր է։ Այսինքն ընդամենը 10 կիլոմետր հատվածի հետ կապված է, որի ռեյսերը կան, ընդամենը ընթացիկ աշխատանքներ կան, որ այդ աշխատանքները տանելու դեպքում շատ կարճ ժամանակահատվածում հնարավոր է, որ այդ վագոնները գան եւ Իջևան կայարանում բեռնաթափվեն։ Կներեք մի հատ կարևոր բան կասեմ։ Եվ այս պարագայում մենք կարող ենք ասել, որ որոշակի առումով արդյունավետ է եւ ապաշրջափակման տարեր կան, բայց եթե այդ ապրանքները գալիս են եւ Վրաստանով անցնում են, սա բավականին ուղղճացված է, եթե մեղմ ասեմ ուղղճացված է, իրականում դա մեզ ոչ մի, այո, եւ ծախսատար, այսինքն պիտի հաշվի, թե այդ ծորենի ինքնարժեքը ինչ անցնում։ Հիմա ես տարբեր տնտեսվարողների հետ խոսել եմ, այդ տնտեսվարողները հետեւյալ բան են ասում։ Հիմա մենք այդ ապրանքները ստանում ենք ֆուրերի միջոցով, էլի, այսինքն տրանսպորտային միջոցով ենք ստանում եւ այդ տրանսպորտային միջոցով, որ ապրանքները գալիս են, բավականին մրցակցությունը շատ է մրցակցությունը այդ դաշտում եւ այդ ծառայություններ մատուցող կազմակերպությունները այդ մրցակցային մեծ դաշտը որ կա, իրենք անընդհատ գինը նվազեցնում են, որ իրենք կարողանան այս շուկայում մրցակցել։ Եվ այս առումով ես խնդիրներ չեմ տեսնում, էլի, որ ասենք ինչ որ առումով խոչընդոտ հանդիսանա կամ եւ այլն։ Բայց իշխանությունն ասում է, դիմությունը գերու տարաբլակորով Քիչ առաջ ես ասել, ես նաև իմ հարցազրույցներում եմ ասել, նախ դա փորձակնության երկրորդը պիտի հասկանանք, այդ ծորենը ինչ նպատակով է ուղղճացրել են, ասել են, տեսեք, ծորենը գալիս է, բայց դա կարող է ընդհանրապես մի տան չէ։
այլ բաների պատրաստման համար կամ գերերի կամ այլ նպատակներով եկածացնել են։ Եվ կրկնում եմ, շատ կարևոր է, որ մենք հասկանանք, թե այս միանգամար եկած ցորենը ինչ նպատակներով է գալի։ Օրինակ, ես ենթադրություններ ունեմ, որ Ադրբեջանը հերթական պահանջներն է չկացի հայկական կողմի, դրա մասին Նիկոլ Փաշինյանը անոնսել է տարածքների հետ կապված, որ ասելով, որ Հայաստանի Հանրապետության տարածքում կան ադրբեջանական տարածքներ, որոնք որ հետ կվերադառնան Ադրբեջան։ Այսինքն հերթական զիջումների նախապատրաստական փուլ է կազմակերպվում եւ նաեւ հաշվի առնելով նա, որ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունները նախկինում, որ ասում էին, որը վերաբերում է այսպես կոչված անկլավներին, որը ուզում եմ նաև ձեզ հիշեցնել, որ նաև ինքն ազգային ժողովի անդոնից ասել, որ դրա իրավական հիմքերը չկան եւ այդ առումով ճիշտ է ասել, իրավական հիմք անկլավների հետ կապված, այսպես կոչված անկլավների հետ կապված չկա։ Բա ինչ տարածքների մասին է այդ դեպքում խոսում, որ հա ինչ տարածքներ կա, որն է դրա իրավական հիմքերը, որն է դրա իրավական հիմքերը։ Այսինքն դե սահմանագծումը հարգելիս։ Հիմա այդ սահմանազատման անվան տակ միակողմանի զիջում է արել հայկական կողմի, ես օրինակը բազմիցս անգամ բերել եմ եւ մեկ անգամ եւս ուզում եմ ասել, ինչը վերաբերում է իրանց ոսկեպան հատվածին, այն ժամանակ ասում են, այս հատվածներից մենք զիջում ենք անում, Բերքաբերից 900 հեկտար ստանալու։ Անցել է բավականին երկար ժամանակ, տևական ժամանակ անցել, որևէ մի սանտիմետր, որևէ մի միլիմետր հող Բերքաբերի լճից այն կողմ Հայաստանի Հանրապետությունը չի ստացել, որովհետև հենց դրա համար մենք ասում ենք, որ ադրբեջանական կողմը պատրաստ չի Հայաստանի Հանրապետությանը հետ սահմանազատման, սահմանագործման իրական գործընթաց անելու, որովհետև եթե մի կողմը պահանջում եւ ստանում է եւ այդ ստանալուց հետո այլևս Հայաստանի Հանրապետությունը տարածք չի ստանում, այն պարագայում, որ Հայաստանի Հանրապետության տարածքից օկուպացվել են շուրջ 240 կիլոմետր, պաշտոնական տվյալների, բայց ոչ պաշտոնական տվյալներով խոսում եմ մոտավորապես 440 կիլոմետրի մասին։ Այսինքն դա միակողմանի զիջում է։ Դրա դիմաց ոչ մի բան ոչ ստացել է, ոչ էլ ես ուզում եմ ձեզ հիշեցնել, ոչ էլ որևէ մի ադրբեջանի ասել է, որ Ադրբեջանի տարածքում կան հայկական հողեր։ Մենք դրանից առաջ էլ ինչ ենք ասում, սահմանազատման, սահմանագծման գործընթացը պետք է արվի այն քարտեզների հիման վրա, որ Հայաստանի Հանրապետությունը մտել է սովետական հանրապետության հետ։ Ըստ այդ քարտեզների Հայաստանի Հանրապետության տարածքը շուրջ 31000 քառակուսի կիլոմետր տարածք Չէ, այդպես չէր ասում, ասում էր իրավական հիմքեր չկան, ոչ թե ասում էր դեռ, պետք է ասում էր իրավական հիմքեր չկան։ Դե դուք լսել եք Ադրբեջանի հայտարարությունները, ես լսել եմ, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը հայտարարել է Արցախի մասին է հայտարարել, բայց ես ուզում եմ Հիմա ինչի համար է դա ասում, ցույց կտա ժամանակը, բայց ես կարծում եմ, որ այդ հատվածներում Հայաստանի Հանրապետությունը հաշվի առնելով իր վերջին շրջանի վարած քաղաքականությունը, հերթական զիջումներն է նախապատրաստում եւ այդ զիջումների ֆոնին որոշակի առումով քարոզչական ֆոն է ստեղծում Եվ ուզում նաև ձեզ տեղեկացնել, որ այն հատվածները, որի մասին երկար ժամանակ խոսում, այդ հատվածներով անցում են շատ կարևոր մեծ համար նշանակություն ունեցող ենթակառուցվածքներ։ Դա Հայաստան մտնող գազամուղն է, դա ինտերնետ մալուխներն են եւ այլ կոմունիկացիաներ, ճանապարհներ եւ այլ կոմունիկացիաներ, որը փաստացի երկու հատվածում էլ, Տավուշի հատվածում էլ, Տիգրանաշենի հատվածում էլ լրջագույն խնդիրներ են ստեղծել Հայաստանի Հանրապետության համար։ Հայաստանի նախապայման է, որ անգամ առանց իրավական գործերի այս գործընթացները տեղի ունենալուց է, սա էլ է բացի սահմանադրությունը փոխելու այդ անդրադառնալու պահանջից, սա էլ այսպես պետք է արագացնել գործընթացը, երբ ուզում ենք այդ պայմանագիրը ստորագրել։ Սա առանց է, որ սա էլ առանց իրավական գործերի դա առաջին։
տեսեք, հաշվի առնելով նախորդի process-ները, որ կատարվել են Հայաստանի Հանրապետության կատարել են իշխանությունները շրջանցելով մեր սահմանադրությունը, ինչի համար եմ ես ասում։ Ես ուզում եմ նաև ձեզ հիշեցնել, որ այն տարածքները, որ հանձնվել են Ադրբեջանին, այդ հատվածներում բավականին տարածքներ կային, որոնք Հայաստանի Հանրապետության կադաստրային քարտեզներում եղել են։ Դա տրվել են վկայականներ այդ մարդկանց։ Այնուհետև այդ գործընթացներից հետո հետ ողորմյա են արել եւ այդ կադաստրային քարտեզներից այդ հատվածները, եթե նայեք նախորդիվ կադաստրային քարտեզները եւ հիմի կադաստրային քարտեզը, բավականին ակնառու ձևով կտեսնենք, որ այդ տարածքների փոփոխություն ա եղել կադաստրային քարտեզների։ Այսինքն իրավական առումով այդտեղ լուրջ խնդիրներ կա, ես նաև ուզում ձեզ հիշեցնել նախորդիվ իրենց արած հայտարարությունը, որ այդ մասով իբր քրեական գործ կա, չէ՞ հարուցված, ասում են, այդ առումով կան քրեական գործեր հարուցած, մի հոգի, ես պատասխանատու կերպով ձեզ ասում եմ, մինչև այս պահը մի հոգի չի պատժվել ենթադրյալ, որ ասում են այն ժամանակ խնդիրներ ա եղել այդ վկայականները տալու կադաստրային քարտեզների հետ կապված։ Այս առումով որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվում։ Դուք այսինքն վտանգ եք տեսնում, որ Նիկոլ Փաշինյանը միտումնավոր Արցախի մասին խոսում է, որ երբ որ 4 այդ անկլավները վերադարձնեն, ասեն, որ Արցախներ ստանալու են, բայց ինչպես Բերքաբերի այդ հատվածում կարողանան ստանալ, նույնպես նաև Արցախը։ Այո, ճիշտ է։ Տեսեք, այստեղ մի կարևոր նրբություն կա։ Այստեղ մի կարևոր նրբություն կա։ Ինչն է դա։ Մենք ունենք բոլոր իրավական հիմքերը պահանջելու Արցախի վերադարձը Հայաստանի Հանրապետության տարածքից մեր վերահսկողության տակ, որովհետև դրա իրավական հիմքերը կան։ Ես ուզում նաև ձեզ հիշեցնել Ամերիկայի Միացյալ Նահանգների այդ 907 ուղղումը ժամանակին որ արվել է, դա արվել է նրա այն պատճառով, որ Ադրբեջանը օկուպացրել է ուրեմն Արցախը, դրա համար է սահմանափակումները մտցվել։ Ժամանակին հենց դրա համար է սահմանափակումները մտցվել։ Հիմա Ադրբեջանը չունի այդ իրավական, այսինքն չկա այդ իրավական հիմք։ Ես բազմիցս ասել եմ, ինչն ա եղել պատճառը, որ ադրբեջանցիները եկել այդտեղ բնակեցվել են։ Այդ տարածքներում ուրեմն ակտիվ զբաղվել են անասնապահությամբ։ Եվ ադրբեջանցիները գալով այդտեղ նաև իրենց առաջ խնդիր են դրել, որպեսզի իրենց ազգաբնակությունը ավելանա, այն ժամանակ Հայր Ալիևի կողմից պահանջ կար, որ գնացեք այդտեղ շատ երեխաներ ունեցեք եւ այդ տարածքները ձեզնով արեք։ Եկել են այդ մարդիկ այդտեղ արդեն տարիների ընթացքում ամրապնդվել են եւ այդ է ընդամենը իրենց հիմք տալիս պնդելու, որ գիտեք ինչ կա, այս տարածքները ադրբեջանական տարածքներ են։ Կրկնում եմ, որևէ մի իրավական հիմք չկա, գոյություն չունի միջև Նախ ես ձեզ ուզում եմ եւս մեկ անգամ հիշեցնել։ Ինչի համար եմ ես ասում, որ 20-ական թվականների քարտեզները, որտեղ որ Հայաստանի Հանրապետությունը մտել է սովետական միության կազմի մեջ, այդտեղ եթե ուշադրություն նայեք քարտեզները, Արցախի տարածքը կպած է Հայաստանի Հանրապետության։ Ինքը անկլավային չի, կպած է Հայաստանի Հանրապետության։ Եվ կրկնում դրա իրավական հիմքերը կան։ Այլ իրավական հիմքեր պահանջելու հայկական կողմից չկա։ Եթե դա արվի, դա արվելու է միակողմանիորեն եւ զիջումներ կատարելով։ Ուրիշ այդպես բան չկա եւ հակասները հետեւյալն է։ Մենք ունենք իրավական հիմքերը պահանջելու Արցախը։ Ես քիչ առաջ ես դրա մասին եմ ասում։ Դա միջազգային հանրությունն է ընդունել։ Ես ասի 907 ուղման մասին, որը հենց Արցախի օկուպացիայից հետո այդ 907 ուղումը եղել։ Եթե մեր օրինական մեր իրավունքներն է, մենք իրավական հիմքերն ենք, ինչի՞ պետք է մենք օրինակ մեր պահանջներից հետ կանենք, կարող եք ասել։ Ինչի՞ պետք է մեր պահանջներից հետ կանենք։ Իսկապես շրջափակում է, դիվերսիֆիկացիա է։ Դե, ասենք, եթե մի քանի վագոն ծորեն եկեք Ադրբեջանի տարածքում, դա դիվերսիֆիկացիա է։ Դա դիվերսիֆիկացիա, ես նշեցի դիվերսիֆիկացիա ինչ կարող լինի, դիվերսիֆիկացիա կարող լինի, կամ ճանապարհների, կոմունիկացիաների ապաշրջափակում կարող լինի այն պարագայում, երբ որ միաժամանակ բացեն բոլոր ենթակառուցվածքների ճանապարհները։ Սա համարել պատմական իրողություն, սա համարել ուռճացնել եւ այլ, այն պարագայում, որ Ադրբեջանը կրկնում է
եթե դուք լսել եք Ադրբեջանի պաշտոնյաների, ուրեմն եւ վերջին Ջերում Բայրամովի ուրեմն ասում եւ նաեւ ԱԳՆ-ի խոսնակի ուրեմն հայտարարությունը խոսում է Հայաստանի Հանրապետությունի հերթական պահանջներ ներկայացնելու եւ պահանջները բավարարելու մասին։ Այսինքն մենք ունենք լրջագույն խնդիր այս պարագայում, բայց այս լրջագույն խնդիրը թողած, մեր անվտանգային խնդիրը թողած, որ Ադրբեջանը պահանջում է, սա թողած, դրա մասին խոսք չկա, ոչ մի ձեն ծպուն չկա։ Ասում են Ադրբեջանի տարածքով մի քանի վագոն ծորեն եք ստացել, չգիտեմ, անասնակի։ Դա լուրջ է։ Դա լուրջ է։ Սա համարում եք ձեռք բերում։ Սա համարում եք ձեռք բերում։ Այն ֆոնին, որ Ալիևը համարում է Սևանը ժողջա, Վարդենիսը բասակվիճա, ID քարտերը բաժանում եւ այդ ID քարտերը ֆինանսավորում եւ հովանավորում են Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Սա արդեն կայացած փաստ է, չէ՞։ Այն ժամանակ ասում են, թե պատպետական մակարդակով Ադրբեջանի իշխանությունները որևէ մի կերպ չեն աջակցում սրան։ Բայց հետո ինչ պարզվեց։ Պարզվեց, որ Ադրբեջանի մի մեջիկի պատգամավորը այդ կազմակերպողը ստանում է Ադրբեջանի պետական ֆինանսավորումը։ Այնտեղ հստակ նշվում են այդ մարդկանց բնակության վայրերը։ Անընդհատ Ալիևը իր հարցազրույցների ժամանակ շեշտում է եւ հիշատակում է, որ ադրբեջանցիները կգան վերադառնան եւ այլն։ Ես հիմա ասում եմ մեքենաներով վերադառնան տնտեսական էքսպանսիայի ընթացքում, բայց սա շատ կարևոր է մենք հասկանանք, թե իրապես Ադրբեջանի նպատակները ինչ են, որ ասում են գրում եք խաղաղության։ Այս խաղաղության ամբողջ շղարշի տակ, որ ասում են խաղաղությունն այլևս խաղաղություն հաստատված է եւ այլն։ Այս խաղաղությունը հաստատված է։ Այստեղ է պատկերացած խաղաղությունը, որ Ադրբեջանը հաստատ պահանջներ ունեն սահմանադրության փոփոխության, հատկացան հռչակագրի չեղարկման, տարածքային պահանջներ ներկայացնում, ադրբեջանցիների ստեփանակեցման պահանջ ներկայացնում, միջանցքի դա սուտ է, սիրելի հայրենակիցներ, սուտ է, ես ասում եմ, ես ձեզ կարամ ապացուցեմ, ես ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ես իմ գործիքեր Գեղամ Մանուկյանի հետ ամառը ամիսը չեմ հիշում, որ ամսին է, բայց մենք եղել ենք Սյունիքի մարզում եւ Սյունիքի մարզի սահմանատար գյուղերում մենք մտել ենք այս տները, որտեղ որ թիակային հրավերներ են եւ երջանիկ պատահականությամբ մարշրուտ։ Պաշտպանության նախարարությունները ներկայացնում, որ պաշտպանության նախարարությունները, այսինքն քանի ամիս անց է, 3 ամիս անց է, բայց երջանիկ հարկ տիրոջ չէ, երջանիկ պատահականությամբ բան չի։ Ես նաեւ ես այդ տան մեջ չեմ եղել, ես այդ կրակոցների ահազանգի հետքերով, որտեղ կրակոցներ են եղել, ես մի երկու օր իմ գործիքերով չէ, եղել եմ Սյունիքի մարշրուտում, այդ կրակոցների ականջով նշել այդ կրակոցները, եւ այդ տները այցելել եմ, որ գնահատենք հասկանանք վնասները ինչքան են, եւ ոչ թե ցենց օթում կրակել են, այլ իրականին մարդ փամփուշտը մտել է մարդու տուն, հիմա եթե փամփուշտը մտել է մարդու տուն, դա ինչ է նշանակում, դա ոչ թե իրականին բանակարակոցներ է, դες հաճույքի համար Ադրբեջանը բանում, դա ինչ է կոչվում, դե գրանտական է դուք, ինչ է կոչվում դա, ասում եմ, ընդամենը մի քանի ամիս է անցել, մի քանի ամիս է անցել ընդամենը, եւ ասել, որ այլևս վերջ խաղաղությունը հաստատված է եւ Ադրբեջանը գնում այդ խաղաղության գործընթացին, կներեք լուրջ չի տանում, նույն կրակոցները նաեւ եղել են, միգուցե այս շրջանում ես դժվարանամ ասեմ, որ ասենք ես մի քանի ամսվա ընթացքում տավուշում, բայց առնվազն, եթե չեմ սխալվում, օգոստոս ամսին, այդ կրակոցները տավուշի մարզումներ են հնչել։ Այսինքն դա ներկայացնել որպես մեծացում ձեռքբերում, լավ դեպք, եթե կառավարության ամենամեծ ձեռքբերումը դա նա է, որ 3 ամիս թշնամի չի կրակել,